Տուրով Արմենիա միջազգային բազմօրյա հեծանվաերթ մրցաշարի մասին հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեասյան։ Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սպորտը ինչպես կառավարության նախորդ ծրագրի առաջնահերթություններից էր, այնպես էլ պատշաճ ուշադրություն է ստացել նաև կառավարության նոր ծրագրի շրջանակներում և մասնավորապես մեր կառավարության քաղաքականության առաջնահերթությունն է հաստատել Հայաստանի դիրքը միջազգային սպորտային քարտեզի վրա, հյուրընկալելով և Հայաստանում անցկացնելով միջազգային մրցաշարեր և առաջնություններ տարբեր մարզաձևերից։ Պետք է ասել, որ արդեն իսկ մենք նախորդող տարիներին բավական փորձ ենք այս իմաստով կուտակել և առաջիկայում էլ ունենք արդեն իսկ ստանձնած հանձնառություններ, որոնք վկայում են, որ այս ուղղությամբ աշխատանքը հաջողությամբ գնում է և տարբեր միջազգային ֆեդերացիաների հետ մեր համագործակցության արդյունքում, օրինակ հաջորդ տարի միայն մենք կանցկացնենք Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունը, ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային միջազգային խաղերը, աշխարհի ծանրամարտի առաջնությունը և այս ցանկը լրացվում է նորանոր առաջնություններով, բայց պետք է ասել, որ այդ իմաստով այս մրցաշարերի մեջ առանձնանում է միջազգային բազմօրյա հեծանվաերթի անցկացումը, որը բացի յուրահատուկ և դիտարժան մրցաշար լինելուց, նաև հնարավորություն է տալիս բացահայտել տվյալ երկիրը և հարյուրավոր կիլոմետրեր անցնող հեծանվորդների հետ միասին նաև երկրի տարբեր բնակավայրերն ու միջավայրերը դարձնել տեսանելի։ Ըստ այդմ տարբեր հետազոտությունները վկայում են, որ միջազգային բազմօրյա հեծանվաերթերը հսկայական դրական ազդեցություն են թողնում երկրի միջազգային տեսանելիության և ճանաչելիության վրա։ Դրանք գործում են որպես ինքնին հզոր գովազդային արշավներ, որոնք աշխարհին են ներկայացնում տվյալ երկրի բնությունը, մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները և այնպիսի մրցաշարեր, ինչպես Tour de France-ն է կամ Giro d'Italia-ն, հեռարձակվում են աշխարհի ավելի քան 190 երկրներում։ Եվ երկիրն այսպիսով ստանում է գովազդային այնպիսի ժամանակ, որի համար պետք էր ահռելի գումարներ տալ առանց ուղղակի գովազդային վճարների, սրան գումարվում է ամեն տարի երկիր այցելող զբոսաշրջիկների թվի աճը, որը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի մասին տեղեկատվությունը դառնում է ավելի տեսանելի և ավելի հասանելի, և նաև իհարկե պետք է ասել, որ առանձին ուշադրություն է գրավում երկիրը սիրողական հեծանվորդների պարագայում, որոնք տվյալ երկիր են սկսում այցելել, անձամբ այցելելու այդ լեռնային բարդ ճանապարհները, որոնք որ մրցաշարի շրջանակներում պլանավորված են։ Իհարկե, այստեղ մենք խոսում ենք նաև երկրպագուների այցելությունների մասին, տնտեսական լրացուցիչ ազդեցություններով և բոլորովին ավելորդ չէ նշել, որ նման բարդ մրցաշարերի անցկացումը վկայում է, որ երկիրն ունի անվտանգ, կայուն և զարգացած ենթակառուցվածքներ, այդ թվում ճանապարհային ենթակառուցվածքներ։ Սա նշանակում է, որ այսպիսի մրցաշարի անցկացումը իսկապես ռազմավարական նշանակություն ունի, դա մեր երկրի համար ամբողջությամբ նոր փորձառություն է և շատ կարևոր է, որ մեր երկիրը նման կարողություն ձևավորի այդ հնարավորությունները հետագայում ամբողջությամբ իրացնելու և զարգացնելու համար։ Այս ուղղությամբ մենք աշխատանքը սկսել ենք դեռևս 2 տարի առաջ, բանակցություններ իրականացնելով հայտնի մրցաշարեր կազմակերպող միջազգային խորհրդատվական ընկերության հետ, և այդ բանակցությունների և ներդրված ջանքերի արդյունքում հեծանվորդների միջազգային միությունը նախորդ տարի 26-ի իր օրացույցում հաստատեց Tour of Armenia-ն որպես Հայաստանում անցկացվելիք բազմօրյա հեծանվաերթի առաջին միջազգային մրցաշար։ Մրցաշարը անցկացվելու է սեպտեմբերի 10-ից 13-ը, 4-օրյա տևողություն ունի, կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Գավառ մեծ մասրիկ ճանապարհով 135 կիլոմետր երկարությամբ, երկրորդ օրը Կիրանց Ստեփանավան հատվածն է 177 կիլոմետր երկարությամբ, երրորդ օրը Մարտունի Դիլիջան պարզ լճում հանգրվանելով հատվածն է 162 կիլոմետր երկարությամբ և չորրորդ օրը կանցկացվի ամբողջությամբ Երևանում սեպտեմբերի 13-ին 113 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, որտեղ 10 անգամ հեծանվորդները կանցնեն 11,3 կիլոմետրանոց հատվածներ, սա հնարավորություն կտա նաև հանդիսատեսին հավաքվել և հետևել հեծանվաերթին։ Պետք է ասեմ, որ նախատեսում ենք, որ մրցաշարին կմասնակցեն տարբեր երկրների 18-ից 20 թիմեր, արդեն իսկ պարզ է, որ աշխարհագրությունը շատ բազմազան է՝ Ճապոնիա, Իտալիա, Ղազախստան, Մեծ Բրիտանիա, Թայլանդ, Լեհաստան, Պորտուգալիա,
Չեխիա, Գերմանիա, տարբեր երկրներից տարբեր թիմերի մասնակցություն ունենք, իհարկե մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը։ Պետք է ասեմ, որ մրցաշարը կազմակերպելու համար ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մեծածավալ նախապատրաստական աշխատանք է իրականացրել։ Առաջին անգամ կազմակերպվող նման մրցաշարը պատշաճ իրականացնելու համար պետք է ասեմ, որ մենք արդեն իսկ ունենք թե հաստատված, թե ընթացող բանակցություններ, որ Tour of Armenian բացի մեր հանրային հարթակներից հեռարձակվի նաև միջազգային հեղինակավոր հարթակներով, հաջորդ շաբաթ արդեն կհայտարարենք նաև այդ միջազգային հարթակների ցանկը, եւ պետք է կարևորագույն մի հանգամանք էլ նշեմ, որ մրցաշարն անցկացվում է պետություն մասնավոր համագործակցությամբ եւ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների մի մասը իրականացվել է մասնավորի ներգրավման, մասնավորապես Զանգեզուրի պանզամոլիբդենային ընկերության աջակցությամբ, նախատեսվում է նաև այլ հովանավորների ներգրավվածություն եւ այս որոշման նախագծով էլ նաև պետական բյուջեից են հատկացվում միջոցներ այս կարևորագույն միջոցառման իրականացման համար 884 միլիոն դրամի չափով, որն էլ առաջարկում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, ինչու ենք մենք այս ամեն ինչը անում։ Առաջինը Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտը զարգացնելու տրամաբանությամբ, որովհետև ուրիշ բան է ունենալ ֆեդերացիա, լավ ֆեդերացիա կամ աշխատել, ֆինանսավորել, ուրիշ բան է ունենալ ինչ-որ ենթակառուցվածք, ուրիշ բան է ունենալ կյանք, ասենք կյանք, սպորտային կյանք, որովհետև մենք երբեմն այդ ուշադրությունից բաց ենք թողում, որ կարելի է ինչ-որ ման ունենալ, ինչ-որ գործիք ունենալ, ինչ-որ հարթակ ունենալ, ինչ-որ կազմակերպություն ունենալ, բայց կյանք չունենալ։ Եվ կյանքի բացակայությամբ հնարավոր չի զարգացնել սպորտը։ Ես ճիշտն ասած, այս վերջերս կարդում եմ, լուրերով հետևում եմ, որ Հայաստանի հրաձգության հավաքականը մեդալ վերցրեց, մի հատ էլ մեդալ վերցրեց, մի հատ էլ մեդալ վերցրեց, մի հատ էլ մեդալ վերցրեց։ Ասում եմ, էս ի՞նչ է կատարվում։ Հետո նախարարին ասում եմ, լավ, ունեք բացատրություն, էս ի՞նչ է կատարվում։ Եվ բացատրությունը ուղղակի ցնցում է։ Պարզվում է, որ մենք երբ որ Եվրոպայի առաջնություն ենք անցկացրել հրաձգության, առաջնությունը կազմակերպելու համար ձեռք ենք բերել տեխնիկա, առաջնությունը կազմակերպելու համար ձեռք ենք բերել տեխնիկան ու տեխնիկա հրաձգության, չգիտեմ, ինչ ենք ձեռք բերել, ինչ որ մի բան ձեռք ենք բերել։ Մեր մարզիկները դրանով մարզվելով հնարավորություն են ունեցել ընդամենը մի տարի, չգիտեմ, մի տարի էլ չկար։ Մի քանի ամիս դրանով մարզվելու հնարավորություն են ունեցել։ Գնացել են մեդալների կեսը, կարող է չափազանցում եմ, չեմ ասում, հավաքել են, եկել են Հայաստան։ Հասկանում եք, մենք անընդհատ միշտ եւ բոլոր ամեն ինչում մոռանում ենք կյանքը։ Եվ Եվրոպայի առաջնությունը, որը մենք չգիտեմ ինչքան ծախսել, այն որ Հայաստանի այդքան բան բերեց, այդքան գովազդ բերեց, զբոսաշրջիկ բերեց, իմացություն բերեց, ճանաչելիություն բերեց, մի հատ էլ բերեց այն, որ ոչ մեկ նախապես չէր հաշվարկել։ Մեդալներ եւ աշխարհի առաջնություններ, թե Եվրոպա, աշխարհի առաջնության մեդալներ։ Հիմա նույնը վերաբերվում է նաեւ այս դեպքին, հեծանվային սպորտը Հայաստանում չէ, բայց աշխարհում շատ պոպուլյար է եւ ընդ որում շատ մեծ տնտեսական գրավիտացիա ունի, որովհետեւ նախ հեծանիվների ինդուստրիան շատ լուրջ եւ գլոբալ ինդուստրիա է։ Այդ ինդուստրիան իր հետ սպասարկման ենթակառուցվածք ունի եւ այլն, եւ այդ սպորտի մեջ կա շատ մեծ ֆինանսավորում։ Այս շատ մեծ ֆինանսավորումը իր շուրջ ձևավորում է, ել չեմ ասում, այդ իմ ասած սմարթֆոն եւ իրական կյանք այդ հարաբերությունների մեջ նաեւ այդ հասկացությունը կա, որ հեծանիվը գնալով էկո եւ կլիմայական օրակարգի տրամաբանությամբ էլ հեծանիվը դառնում է ավելի պոպուլյար։ Եվ իհարկե մենք ուզում ենք Հայաստանի տեսանելիությունը բարձրացնել, սա էլ երկրորդ խնդիրն է, որովհետև ուրիշ բան է, դա էլ է գործիք բան չունեմ ասելու, ինչ որտեղ 2 րոպեանոց 2 րոպեն շատ եմ ասում, 15 վայրկյանանոց կամ 20 վայրկյանանոց գովազդ տալ, ու դա էլ է գործիք։ Բայց այդ գովազդի փողերով կարելի է իրական
կյանքի իրական իրադարձություն կազմակերպել իրական մարդկանց ներգրավմամբ շատ կարևոր է, ել չեմ ասում Հայաստանի բնակիչների համար, քաղաքացիների համար, երեխաների համար, այդ աժիոտաժը, այդ կազմակերպչական աշխատանքը մասնավոր հատվածի համար, որ նաև Հայաստանում էլ կան այդ տնտեսվարողներ, ովքեր ներդրում են արել հեծանվային ենթակառուցվածք ունենալու համար, ել չեմ ասում, մենք ուզում ենք մեր կառուցած ճանապարհները միջազգայինորեն գովազդենք, որ մենք նաև ունենք այնպիսի ճանապարհներ, որտեղ կարելի է նաև միջազգային հեծանվային մրցաշար անել եւ Տուրով Արմենիա անունը այս տարի հնչելու առաջին անգամ եւ մեզնից է կախված թե ինչքանով կմոտենա օրինակ Tour de France անվանը։ Պարզավոր մենք պետք չի չափազանցված ամբիցիաներ ունենանք, որովհետեւ այդ մարդիկ ինչ որ մենք հիմա սկսում ենք, իրանք սկսել են 100 տարի առաջ եւ մենք առնվազն 100 տարի հետ ենք, ինչքան էլ արագ քշենք հավանականությունը քիչ է որ կգնանք կհասնենք, բայց կարող ենք այս միջազգային քարտեզում մեր համեստ դերը, որը միջազգային առումով է համեստ, մեզ համար բավականին ծանրակշիռ դեր է, այդ դերը կարող ենք ստանձնել։